Մինչ իշխանությունը բարձրաձայնում է 300 դպրոց և 500 մանկապարտեզ կառուցելու ծրագրի մասին, պաշտոնական վիճակագրությունը փաստում է հակառակը։ 2026 թվականի սեպտեմբերից Հայաստանում կփակվի 229 դպրոց։ Դպրոցների փակման պատճառը թերբեռնվածությունն է։ Նախատեսված 69192 աշակերտից ընդամենը 42%-ն է հաճախում դպրոց։ Փակվող դպրոցների 52%-ը բաժին է ընկնում Վայոց ձորին։ Այնուհետև Տավուշ 50.5%, Սյունիք 49%, Արագածոտն 48%, Գեղարքունիք 42%։ Այս փակվող դպրոցները կամ որակյալ ծառայությունների ներքև որ առաջարկվում են դպրոցի աշակերտներին մեկ այլ համայնք, այսպես խոշորացված համայնքներում, իրենց մերձակա համայնքներում շարունակել կրթությունը եւ այդ դպրոցները պիտի փակել համայնքային, ուրեմն կրթական կամ հանրակրթական հաստատություններում 218 դպրոցում 218-ի պարագայում այդ համայնքի միակ դպրոցն է։ Սա նշանակում է, որ սահմանապահ Տավուշում, Սյունիքում և Վայոց ձորում դպրոցների կեսը դատարկ են համարվում և ենթակա են փակման կամ միավորման։ 8700 աշակերտի ճակատագիր այսօր անորոշության մեջ է։ Ըստ падգամավորի լուծումը ոչ թե դպրոցը փակելն էր, այլ արդիականացնելը, տեխնոլոգիական նոր մոդելներից մինչև համակցված ուսուցում, որպեսզի կրթական օջախը գյուղից չվերանա։ Խելամիտ կառավարությունը կորդեգրի համաչափ զարգացման ծրագրեր, որ գյուղացին չթողնի իր հողը, որ որակյալ կրթության համար համայնքային մեկ այլ դպրոց չընտրի, ընդդեմ սա Երևանի մասին չի խոսքը, երբ որ դու գիտես, որ կա տրանսպորտային հաղորդակցության, անվտանգության, տրանսպորտային տարբեր միջոցների ուրեմն հասանելիություն եւ մանավանդ խոսքը նաեւ լեռնային եւ բարձրալեռնային համայնքների մասին է խոսքը, որտեղ ձմռան այդ ճանապարհները դժվար չպատկերացնել, թե ինչ անվտանգային խնդիրներ ունեն։ Եթե ըստ օրվա իշխանության դպրոցների բարեփոխումը սկսվում է դրանց փակումից, ապա նորակառույց դպրոցները չեն կարող փոխհատուցել սահմանին փակվող կրթական օջախների կորուստը։ Իսկ առանց դպրոցի գյուղն ապագա չունի։ Բաժանորդագրվեք Արմաթ մեդիայի ալիքներին սոցցանցերում։ Հետևեք մեզ նաև Armat Media AM կայքում։